Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մեր զրուցակիցը այսօր Հայ-Ակվե միավորման քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մավելյանն է, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Մավելյան։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Մավելյան, ես ուզում եմ այսպես ընդհանուր, անդրադառնանք, թվում է թե նոր ձևավորվող խորհրդարանին ընդառաջ պետք է ուժերը գոնե ընդդիմադիր փորձեն, այսպես քանի որ իրենք են ասում մտադիր ենք, երբ որ պահը գա փողոցային պայքար սկսել, impeachment, թվում է թե այս ընթացքում միջև նոր խորհրդարան ձևավորվելը պետք է փորձեն ինչ-որ աշխատանք տանել, հանրային տրամադրություններ գեներացնել, բայց կարծես այսպես արձակուրդային վիճակ է կարելի է ասել ու որևէ օրակարգ, որևէ ուժ չի առաջարկում։ Այս սրա հետ կապված էի ուզում խոսենք, պետք չէր այս ժամանակահատվածը օգտագործել հանրության տրամադրությունների համար գեներացնել։ Նայեք, իրականության մեջ չէ, նենց է չէ որ լրիվ արձակուրդ է, որտեղ որոշակի գործընթացներ գնում են պայմանավորված նաև այն իրողությունների հետ, որ կա օրինակի համար ուժեղ Հայաստանը հիմա այցեր է սկսում այն գյուղերը քաղաքները, որտեղ ինքը հաղթել է։ Նպատակ ունենալով հանդիպել այդ մարդկանց հետ, հասկանալ ինչ խնդիրներ ունեն, փորձել են։ Սա է քարոզարշավի ընթացքում ինչու՞ չէին այցելել այդ բնակարանը։ Չէ, այցելել են։ Հիմա քարոզարշավից հետո այն գյուղերը քաղաքները, որտեղ ինքը շատ ձայներ հավաքել են, հիմա այցելություններ են սկսել։ Սա էլ է իր ձեր մեջ նորամուծություն, որտեղ նախկինում ես այնպես բան չէի միշում հանդիպեն են բնակիչները, ովքեր են ձայն են տվել, աջակցել են եւ սա էլ ինչ որ տրամադրությունները իմանալու ձևերից մեկն է։ Եվ ինքը տենց առանձնապես աղմուկ չի անում, բայց ինքը շատ հողի վրա կարևոր աշխատանք է։ Մեկ այսպես նրբություն կա, որ աղմուկի հետ կապված բացասական առումով աղմուկ բարձրացրեց, սա քպականներն էին, ավելի շատ առաջ բերում, ասում են, այ, տեսեք տարբերություն են դնում, գնում են միայն այն տեղեր, այն վայրերը, քաղաքները, որտեղ իրենք հաղթել են։ Չէ, լավ են անում, որ տարբերություն են դնում, իրենք էլ են տարբերություն դնում։ Այսօր Հայաստանում ամբողջ համակարգն հենց է կառուցված, այսօր պետական մասն է, որ միայն ովքեր որ ԿՊ կամ ԿՊԱ-մերձ են, նրանք են կարողանում աշխատել։ Սա էլ եկեք փաստ ենք, նույնիսկ դպրոցներից, հիվանդանոցներից ցանկացած ընդդիմադիր հայացք ունեցող անձի հեռացնում են, ու դա զանգվածային մասսայական բնույթ է կրում։ Հետևաբար տարբերություն են դնում, լավ էլ անում են դնում են իրանց գործը, ոնց ցանկանում են։ Նրանք հետո գնան այնտեղ, որտեղ իրանք հաղթել են, օրինակ համար գնան Տիգրանաշեն, որտեղ իրանք իբր թե հաղթել են, իրականության մեջ իրանք չեն հաղթել, իրանք այնտեղ հաղթել են բերելով սահմանապահ զորքեր, որոնք քվեարկել են դրա հաշվին իբր թե հաղթել են։ Ու ամեն դեպքում թող գնան բացատրեն, թե խեն պատրաստում առաջկա 1 տարվա ընթացքում Տիգրանաշենը հանձնեն, կարան բացատրեն։ Թող իրանք հետ գնան որտեղ իբր թե իրենք հաղթեն կամ իրանց գնա, որտեղ էլի իբր թե իրենք հաղթել են, որ էլի չի համապատասխանում իրականությանը, թե իրենք հաղթել են նորից սահմանապահ զորքերի օգնությամբ։ Թող բացատրեն, թե ոնց է, որ բանակը միայն ԿՊ-ա քվեարկել։ Ոնց կարող է այդպես բան լինի։ Եթե իբր թե ազատ անկախ քվեարկություններն եղել, իրենք այդպես գիշ նեղանում, որ իրենց ասում են ընտրակեղծարար։ Իհարկե իրենք ընտրակեղծարարներ են։ Իհարկե այսօրվա գործող իրեն վարչապետ հրճակած անձներ լեգիտիմ չէ։ Սրանք փաստեր են։ Ու այդ փաստերը շատ հեշտ ստուգել են, որովհետև լեգիտիմությունը, ընտրակեղծարությունը դա ոչ միայն ընտրության օրը թվերը կեղծելն է, այլ ասենք թե օրինակ հիմա նույն Սամվել Կարապետյանին տնային կալանքի տակ պահել է։ Եթե ընտրությունը դա ազատ մրցակցություն, ապա կոնդիմադիր քաղաքական ուժի լիդերը պետք է գոնե ազատություն ունենա հանդիպելու իր ընտրողների հետ։ Ազատ կերպով գնա շփվի գյուղեր, քաղաքներ, հանդիպետները խոսա։ Եվ դու զրկում ես դրանից, դու արդեն նշանակում ես իրական ընտրակեղծարարություն։ Հետո այս մարդիկ թող գնան այն ձայները, որ են կեղծել են, այդ անձանց հետ։ Ընտրությունները կեղծված են, չեն ընդունում, թող մանդատները չվերցնեն, պարոն Մավելյան, դրանով իսկ չհաստատելով, չլեգիտիմացնելով։ Նայեք, ես իրանց փոխարեն ասել չեմ կարող, թող չվերցնեին։ Եթե համաձայն չեն արդյունքների հետ, նույնն էլ հակառակ կողմը, իշխանությունն էլ իր հերթին պնդում է, ընտրակաշարք են բաժանում, բայց երկու կողմն էլ այսպես հաշտ համերաշխ մանդատները վերցնում։ Համաձայն եմ լրիվ այդ դիրքորոշման հետ ձեր մոտեցումով, բայց ես ոնց ասած ամբողջ ընդդիմության փոխարեն պատասխան տալ չեմ կարող, որովհետև չգիտեմ իրենք ոնց են խնդրի մոտենում։ Բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ գնում են բացի այն արտաքին գործընթացներից, որ կան ներքի, եւ շատ կարեւոր է, ես տենց եմ կարծում, ենք տենց են մտածում, որ տեղ ունենան խորհրդանում, որտեղ ինչ որ պահային, ինչ որ իրավիճակի վրա ազդելու, շատ հնարավոր է որոշակի հաշվարկ է։
չեմ կարող ասել ինչքանով է ճիշտ, ինչքանով սխալ կամ դա ինչքանով կաշխատի, բայց տենց հաշվարկ կա։ Իսկ ինչ վերաբերում է հողի վրա գործընթացներին, նույնիսկ ասենք թե Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը բերել են նրան, որ մոտապես 8-ից 10,000 մարդ անգործ է մնացել։ Այս մարդկանց ցույցերը, միտինգները, բողոքի ակցիաները, որ տեղական են անում, սա էլ է ինչ որ առումով ցուցադրում, որ դժգոհություն կա։ Իսկ իշխանությունը այս ամենը չի հաշվարկել, որ սրա հետևանքով սոցիալական այսպես խնդիրների պատճառով ինչ որ մի պահի գալու է, որ բունտ է հասունանալու, չէ՞ մարդկանց։ Նայ, իշխանությունը թիվ 1 խնդիրներ եղել ամեն գնով մնալ իշխանության։ Ուրիշ ինքը խնդիր չունի լուծել, թե դա ինչ հետևանքներ կլինի, իրենց համար էական չէ։ Երկրորդը մի բան էլ հաշվի, որ իշխանությունները ասում եք, մենք նկատի չունենք, որ ինչ որ կոլեկտիվ մի կամ քաղաքական ուժ կա, որ ինչ որ իշխանություն է ձեռում։ Դա կա մեկ անձ, որը եւ երկիրը ապրում է մեկ անձի կապրիզներով։ Ոնք ուզում են ինչ-որ մեկին ձերբակալում են, ուզում են սկսի ունեզրկման գործընթաց սկսում են, օրենք, սահմանադրություն եւ այլ, այդպես բան գոյություն չունի։ Հետաբար իսկ այդ մեկ անձը ինչ որ պահի ինչ տրամադրություն ունեցավ ոնց որոշեց դժվար է ասել։ Մանավանդ եթե նախկինում մենք Հայաստանը բնութագրում էինք որպես ավտոկրատիկ պետություն, հիմա հստակ կերպով կարելի է ասել, որ Հայաստանը բռնատիրական համակարգի կառուցում, այս մարդիկ ուզում են բռնատիրությունից անցում կատարեն դեպի տոտալիտար համակարգ, հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք առաջարկում են վերահսկողություն մաս մեդիայի նկատմամբ, վերահսկողություն ինտերնետի, Facebook-ի եւ մնացածի տեղական կառույցների նկատմամբ, վերահսկողություն իրանք արդեն վերացրել են բանկային գաղտնիք կոչվածը, թվայնացնում են երկիրը, որպեսզի մեր ամեն շարժ, ամեն քայլը վերահսկելի լինի իրենց։ Այսինքն Հայաստանը հստակ կերպով այս պահին բռնատիրական պետություն, մեկ անձի բռնատիրական համակարգ է, որը նպատակ ունի շարժվելու դեպի բացարձակ տոտալիտարիզմ։ Պարոն Մամելյան, այսօր մամուլում այդպես հրապարակվեց Մայրա Թորեցյանի արձագանքել, որ ինչպես կարգն է, ինչպես մինչ այս եղել է, նոր ձևավորված ազգային ժողովի առաջին նիստին փաստորեն կաթողիկոսը հրավիրված չէ։ Այ իշխանություն, ինչպես ասացին, հրավեր չկա կաթողիկոսին։ Նման իրավունք ունեն, չէ, ինչպես կանոնակարգի պահանջն է, սա խախտում չէ կանոնակարգի, երբ որ կաթողիկոսին չեն հրավիրում, ու ինչ խնդիրներ սա կարող է առաջացնել։ Նայեք, ես չգիտեմ կանոնակարգով դա կա չկա, չեմ կարող ասել։ Բայց ես ճիշտ ասած կզարմանայի, թե իրենք կաթողիկոսին հրավիրեին հաշվի առնելու այն հակաեկեղեցիական քաղաքականություն իրենք վարում են։ Եկի չմոռանանք, այս մարդիկ ես հասկացում եմ, ասանցից որց է մեկը, ասենք թե Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ լինի։ Տարբեր ամեն շաբաթ կիրակետին պատարագի։ Նաև տարբեր լուրեր կան սոցցանցերում լիքն, որ իրենք տարբեր աղանդների ներկայացուցիչներ են։ Հիմա նույն այդ աղանդերն կարող են գնալ տարբեր տեղեր պատարակների մասնակցել։ Չէ, նույն այդ անձումանը մի քիչ առաջ տվեցիք, ասենք վերջին 8 տարում իշխանությունը դուք տեսել եք նախորդ 7 տարիներում, որ ինքը պարբերաբար լիներ պատարակում, չէ, երբեք չէր գնում։ Բայց ինչ է, այս վերջին մի տարում հանկարծ ինքը տենց հիշել է, որ ինքը հայ քրիստոնյա է, սկսել է պատարակների։ Հասկանում եք, չէ՞ որ դա է կեղծ ու սուտ, ոնց իրենց ընտրություններն են կեղծ եղել, տենց իրենց քրիստոնյա լինելն էլ է կեղծ եւ առավելևս պատարակների մասնակցությունները կեղծված։ Ուզում է օրինակ ծառայի, այսպես ասած։ Դե ուզում է թող օրինակ ծառայի, ես չգիտեմ, թող իր այսպես կոչված կեղծ հավատացյալ հոտին օրինակ ծառայի։ Բայց նորս եմ գիտեմ, այս մարդը 8 տարուց ավել է իշխանությանը, 8 տարի մեջ 7 տարին ինքը երբեք եկեղեցու չէ, կամ եղել է առիթի ծառի դեպքից դեպք։ Իսկ ընդդիմադիրները չպետք է հստակ պահանջներ կայացնեն, հա, որպես իրենք էլ պատգամավորներ, որպեսզի առաջին նիստին, ինչպես կարգն է, կաթողիկոսը։ Նայեք, ես կարծում սա էական չէ, էլի, իսկապես կմասնակցի կաթողիկոսը չի մտնում։ Էական է, որպեսզի ընդդիմադիր ուժերը կարողանան միասնական գործողությունների հարթակ ստեղծել։ Այս սա շատ ավելի կարևոր է։ Միջև հիմա եթե հարթակը, այսպես ասած, չկա։ Ես գիտեմ, որ ինչ-որ բանակցային գործընթացներ գնում են, հուսամ վերջ-վերջը կայացնենք դրան։ Ում միջև է գնում։ Դե տարբեր ընդդիմադիր ուժերի է։ Միայն մի հայտարարություն հնչեց, ավելի վաղ Սամվել Կարապետյանն էր ասում, բայց դրանից հետո այսպես շարունակություն դրան չտրվեց։ Ես իմ ունեցած տեղեկությունների հանդիպումներ կա, որոշակի քննարկումներ կա, դա վերջ-վերջը կարող է ինչ-որ արդյունքի հանգեցնել։ Առաջնորդների միջև նկատի ունեք։ Նորս ես դժվարանում եմ ասել, էլի ինչ մակարդակով է։ Բայց ամեն դեպքում ես գիտեմ, որ այդ գործընթացների խորհրդակցությունները գնում են։ Թե դա ինչով կավարտվի արդյոք միասնական հարթակի ստեղծման թե չէ, ես չգիտեմ, բայց
անկախ նրանից թե իրենք ինչ գործընթացներ են անում, իմ խորին համոզմամբ ընդդիմադիր տրամադրված բնակչություն, իսկ դա ինչպես այս ընտրությունները կեղծված ընտրությունները ցույց տվեցին մեծամասնություն ենք ասում 50% եւ ավելի, ապա նրանք իրավունք ունեն այլընտրանքային օրինակի համար խորհրդարան տեսնելու, այլընտրանքային քաղաքական ուժեր, քաղաքական կենտրոն։ Օրինակի համար ես կարծում եմ, որ ժամանակն է ստեղծել հանրային խորհուրդ, շատ լայն ներկայությամբ բոլոր մարզերի, բոլոր համայնքների, տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի մասնակցությամբ լայն հանրային խորհուրդ, որտեղ տարբեր տիպի քննարկումներ տեղի կունենան, սկսած այն սոցիալական խնդիրներից վերջացած անվտանգային, քաղաքական, արտաքին, ներքին քաղաքական հարցերի եւ այլն։ Այսինքն օրինակ եմը տենց լայն քննարկումների ժամանակ է եկել, այսինքն հույս դնել նստել սպասել թե ընդդիմությունը սա կանի կամ ընդդիմությունն նա կանի, կարծիքով ճիշտ չէ։ Պետք է տեղերից նախաձեռնություն սկսի, օրինակ համար ասենք հենց հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը փորձում է տարբեր ուժերի հետ ոչ քաղաքական, քաղաքացիական այդ տիպի հարթակներ ստեղծել, այդ տիպի քննարկումներ անի։ Մոտավորապես մի երկու շաբաթ առաջ երևի առաջին դες քննարկման փորձը եղավ Սիրահարների այգում, որտեղ որոշակի բեմ կա, որտեղ հավաքվեցին մի փոքր խմբով քննարկում անի։ Ու դա շարունակական է լինելու, երևի հաջորդը նույնպես կանենք արդեն ավելի մեծ եւ որոշակի քաղաքական տենց ուժային կենտրոն կստեղծենք, ուժային մտքի ուժի առումով։ Պարոն Մաբելյան, ես ուզում եի նաեւ հետաքրքրվել Ավետիք Չալապյանի հետ կապված, չգիտեմ, այս ընթացքում թեկուզ հարազատների միջոցով, հա, փորձել եք այսպես ինչ վիճակում են գործից, ինչ որ նորություն։ Նայեք, գաղտնիք չէ, Ավետիք Չալապյանը ցավոք սրտի էս արդեն 22 թվականից սկսած հետապնդումների մեջ է։ Այդ մարդը եկել էր Հայաստան 2020 թվականին, որ պատերազմը սկսեց, Ավետիք Չալապյանը վերադարձավ Հայաստան, մի նպատակով Հայաստանում զարգացնել տնտեսությունը, հատկապես ռազմաարդյունաբերությունը։ Ինքը շատ լավ հասկանում էր այդ ուղղությունը եւ նրա նպատակը չէր քաղաքականության մեջ մտնել։ Այլ բանա որ 20 թվականի պատերազմը, այդ խայտարակ պարտությունը, դրանից հետո այդ խայտարակ քաղաքականությունը 2021-ին ցած վերարտադրությունը շատ པարզ դարձեց Ավետիք Չալապյանի եւ նրա ընկերները, որ այս մարդիկ տանում են երկիրը մաս-մաս բաժանելու, առաջին արդեն Արցախն են ուզում հանձնել, դա արդեն པարզ էր եւ հետագայում Հայաստանի մնացած մարզերը։ Դա համար Ավետիքը շատ ակտիվ է պայքարի մեջ էր մտնում եւ այսօր ինքը ցավոք սրտի բանտում է հենց այդ պայքարի համար։ Ինչ վերաբերում է այդ քրեական գործի, ապա ցավոք սրտի այսօրվա իշխանությունները ցանկացած այդպես երկու ամսվա կալանք օգտագործեն որպես պատժամիջոց։ Բնականաբար իրան արգելված է ընտանիքի հետ կապվել, կապի մեջ լինել։ Կապի միջոցներ չկան։ Կապը միայն փաստաբանների միջոցով է։ Այսինքն իր թեմա թե ինչի համար է, այսինքն քիչ չի կար այդ մարդը իր կնոջ հետ շփվի, երեխաների հետ շփվի եւ այլն։ Բայց ցավոք սրտի այս անձիկը օգտագործում են երկու ամսվա կալանքներ, որոնք massայաբար բոլորին տալիս են բոլոր ընդդիմադիրները, որպես ծանր պատժամիջոց արգելելու հետ կապված ինչ որ տեղեկություն ունեք։ Դե պահման պայմանները Հայաստանում լավ պահման պայմաններ չկան ընդհանրապես։ Ես ինչքան գիտեմ, էլի ես չեմ եղել տեղերում, բայց գիտեմ որ մանավանդ այս շոկ պայմաններում ես չեմ կարծում որ կոնդիցիոներներ կան եւ այլն եւ ինչ որ մեկին բանով օգնում։ Վատակում պայմաններն են եւ մարդկանց նույնպես եմ կերում հնարավորինս բոլորին այդ թվում Ավետիքին Չալապյան, իսկ վերջերս Արեքնազներ Մանուկյան գրել որ իրան զրկել են նույնիսկ իր աղջկա հետ կապվելու խոսալու հնարավորությունից եւ այլն, այսինքն այս մարդիկ այնաշան քենախնդիր ու մանր անձնավորությունները, որ այս երկու ամսվա կալանք արդեն որպես պատիժ են օգտագործում իրենց ընդդիմադիրների նկատմամբ։ Պարոն Մաբելյան, եւ մի հարցի էի ուզում անդրադառնանք, այս քաղաքական իրավական աղմուկի մեջ մի հարց է այսպես խլացվել ու երկրորդ պլան մղվել, այ գերիների հետ կապված, եթե տեսնում ենք որևէ այդպես դիրքորոշում կամ որևէ քայլ ամեն դեպքում, հա, գոնե հայտարարությունների մակարդակով չի արվում որպես այդպեսին։ Նայեք, մենք ես նույնիսկ համոզված եմ որ արվում է հակառակը։ Արվում է ամեն ինչ, որպեսզի այդ գերիները ինչքան հնարավոր է երկար մնան։ Արվում է ամեն ինչ, որպեսզի գերիները հետ չգան, որտեղ Իսկ ինչու։ Ինչն է պատճառը ցես։ Որտեղ այդ մարդիկ երբ որ հետ գան, այդ մարդիկ մեղադրանք են ներկայացնելու գործող քաղաքական ռեժիմին, թե ինչու իրենք տապալեցին Արցախը, թե ինչու հանձնեցին Արցախը։ Իրանք ոչ թե դավակի քաղաքական մակարդակով մեղադրանքը, ոնց որ ես կարող եմ ներկայացնել, այլ սա ավելի փաստարկված, փաստերով, որտեղ իրանք բանակցային գործընթացին են շատ լավ ծանոթ,
գիտեն ով հետ է կապվել, խոսած է ինչ են պայմանավորվել։ Օրինակ իշխանությունները միշտ ասում են սա այնպիսի հարց է, որ բացի քննարկումներ չեն արվում, այլ այսպես միայն փակ, հա, առանձին հանդիպումներում։ Դրա համար այդպես տեղեկություն չի տրվում։ Մենք ունենք դեռև հակառակը, չէ՞, Ռուբեն Վարդանյանի մի քանի հայտարարություններ տարածվել են, եւս գերնես մի շարք մարդկանց հայտարարություններ, մի բան են հուշում, որ նույնիսկ տեղում ադրբեջանցիները իրենց ասում են, որ գերիները գերության մեջ են միջև հիմա, որովհետև Հայաստանի իշխանությունը այնցով չի զբաղվում։ Ու շահագրգռված չէ, որպես իրանք ազատ արձակվեն։ Այս մեսեջը հստակ կերպով նույն գերիների հայտարարությունների մեջ մենք պարբերաբար տեսնում ենք։ Հետևաբար խոսակցությունները լուր բանակցային գործընթացի եւ այլի մասին, դրանք իսկը ընդհանրապես կեղծ խոսակցություններ են, որովհետեւ այս ընթացում սրանք այնքան բան են զիջել Ադրբեջանին, կարեն չէ մի զիջման դիմաց, օրինակ թրիպի ստորագրման դիմաց պանջերին ազատ արձակել բոլոր գերիներին։ Համոզված եմ, որ ասենք թե օրինակ նույն Թրամփը միանգամից կպաշտպաներ ու կասեր հա ազատ արձակեք ու թրիպը օրինակի համար ստորագրում, բայց նույնիսկ այդ պահանջը նախապայման չի դրվում։ Որպես նախապայման։ Եթե հանրային ճնշում լիներ, նույն այս վարկագիծը կլիներ։ Պահանջ լիներ։ Ես ասի Հայաստանը հստակ կերպով բռնատիրական համակարգ է։ Բռնատիրական համակարգերում հանրային ճնշումը չի աշխատում։ Սա կարող է աշխատել որոշակի ավտորիտարիզմի պայմաններով, որ հանրային կարծիք կարելի է գեներացնել եւ հանրային ճնշում անել։ Հիմա մենք արդեն քանի տարի ապրում ենք հստակ բռնատիրական համակարգում, իսկ այդ բռնատիրական համակարգի ձևավորումը կարելի ավարտվեց հունիսի 7-ով այս ընտրությունների կեղծմամբ։ Այսօր Հայաստանում իշխում են ոչ լեգիտիմ իշխանություններ։ Ու դրա մասին ոչ միայն ես եմ խոսում, դրա մասին նաեւ դրսում են խոսում։ Նույն արևմուտքն է խոսում, նույն Եվրամիությունն է խոսում, որ Հայաստանում կեղծ իշխանություն են, լեգիտիմ չեն այս մարդը։ Ու իրենք ձեռ է տալիս սա։ Ձեռ է տալիս իրենց հերթական ճնշման ենթարկելու համար, հերթական անգամ։ Սա էլ շեշտեմ, որ նաև այս ոչ լեգիտիմությունը, այս կեղծարարությունը հնարավոր եղավ նաև այս սահմանադրության գոյության պայմաններում, որը ընդհանրապես հակաժողովրդավարական է, որտեղ գրած է դու գրում ես մեկին ես ձայնը տալի, բայց հետո բարձրացումը ձայներդ գնում են ուրիշին, որտեղ այդ մեկը ասենք թե ստանում է ձայների 3.9%-ը։ Ու այդ քո ձայները տրված ընդդիմությանը հանգարց բարձրացումը գնում է իշխանություն։ Ոնց կարա ես գնամ ձայն տամ ընդդիմությանը, չգիտեմ, տամ Բարգավաճին, տամ Արման Թաթեյանին, բայց իմ ձայները գնան հասնեն Նիկոլին։ Ու այդ տեղերը ասենք թե ԿՊ-ն վերցին, սա ինչ են։ Սա նաև գալիս է այն մարդիկ, ովքեր այս սահմանադրությունը գրել են, իմ փորն ամուսոն։ Հիմա ասում են ուզում ենք փոխենք սահմանադրությունը։ Հավատացեք, որ նախ այս սահմանադրությունը են ձեռը տալիս, երբ որ Ադրբեջանը պահանջում է սահմանադրություն փոխել, ինքը թքած ունի սահմանադրության վրա, ինքը պահանջում է անկախության հռչակագրից հրաժարվել։ Սրանք իրենց հերթին որոշակի սահմանադրական փոփոխություններ են ուզում անել, որպեսզի գործող քաղաքական ռեժիմը երկարացնի նրա կյանքը։ Որտեղ Հայաստանում հիշենք էլի 3 սահմանադրություններ ենք ունեցել 96-ին, հետո եթե չեմ սխալվում 2005-ին, ապա եւս վերջին սահմանադրությունը, բոլոր սահմանադրությունները գրվել են մի տրամաբանության մեջ։ Գրվել են գործող այդ պահին գործող իշխանության ուժեղացնելու եւ նրա իշխանությունը հավերժացնելու համար, ուժ ոչ թե տրամաբանությամբ։ Բոլոր 3-ն էլ։ Եվ դրա համար Հայաստանում երբեք հնարավոր չի եղել ժողովրդավարական ընտրություններով իշխանափոխություն անել, որովհետև 3 սահմանադրությունները դա փաստորեն արգելել են։ Այս սահմանադրությունն էլ արգելում։ Այլ ընդհակառակը հնարավորություն են տալիս, որ այն մարդը, որը կեղծիքներով եւ չգիտեմ ինչով 49% հավաքել, այսօր սահմանադրության խորհրդանում մոտ 60%-ից ավելի ձայն ունեն։ Սա սահմանադրական բացի հետևանք։ Այո, բացել մեղմ ասած, էլ ուղղակի այն մարդիկ ովքեր գրել են հանցագործ անտարբերություն կամ հակառակը կազմակերպված հանցագործություն են դրսևորել եւ ուղղակի գրել են մի սահմանադրություն, որը գործող իշխանությանը ամրապնդելու համար։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Մավելյան։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի ստատիտողներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում ենք Հայ միավորման քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մամվելյանի հետ։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։